Լամինատներ ընդամենը 2390 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Գործում է նաև 16 ամիս 0% ապառիկ։ Մանրամասները idealsystem.am։ Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ արձագանքելու մեր հրավերը եւ կարծում եմ շատ կարեւոր է մեր համագործակցությունը մեր ոլորտում իրականացվող փոփոխությունների մասով ճիշտ ժամանակին ամբողջապես եւ մեր քաղաքացիներին հետաքրքրող հարցերը բավարարելով ներկայացնելը դրա համար այսօր ես կարճ խոսեմ մարզային բժշկական կենտրոնների ուրեմն մեր ենթակայության տակ անցնելու եւ առաջիկայում նաեւ որոշակի կառավարչական փոփոխությունների մասով այդ հատվածով նաեւ կլսեմ ձեր հարցերը հետո արդեն ապահովագրության հետ կապված կներկայացնեմ ինչ իրավիճակ ունենք եւ ուր ենք հասել Նախ ուզում եմ ասել, որ արդեն իսկ ավարտվել են ուրեմն առողջապահության նախարարության ենթակայության անցնելու բոլոր կազմակերպաիրավական եւ ձևակերպումները Եվ այս մասով մենք վերջին 6 ամիսներին մեծ աշխատանք ենք իրականացրել նույնական հաշվետվողականության ձև սահմանելու որպեսզի հստակ կարողանանք վերահսկենք մեր բժշկական կենտրոնների ինչպես առողջապահական գործունեության, այսինքն զուտ բուժական գործունեության կազմակերպման հետ կապված ցուցանիշները, այնպես էլ ֆինանսական ցուցանիշները, որը եւս շատ կարեւոր է։ Տեսեք, պետությունը հանդիսանալով փակ բաժնետիրական ընկերությունների հիմնադիր, առաջին հերթին իհարկե ունի նպատակ այդ բժշկական կենտրոնների օգնությամբ մաքսիմալ որակյալ բժշկական ծառայություններ մատուցելը։ Բայց ես ուզում եմ նաև շեշտադրել, որ մենք այս փակ բաժնետիրական ընկերությունների կառավարմանը մոտենում ենք որպես ուրեմն կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան շահույթ գեներացնելու եւ պետության ներդրումները ճիշտ ձևաչափով վերադարձնելու, մեծացնելու եւ ընդլայնելու տրամաբանության մեջ։ Ես սա շեշտադրում եմ, որովհետեւ մեր ընդհանուր համակարգի գործունեությունը եւ ֆինանսավորման սկզբունքը այնպիսին է, որ մենք ծառայությունը գնում ենք Անկախ նրանից դա պետական բժշկական կենտրոն է, մասնավոր բժշկական կենտրոն է, մենք ունենք հստակ չափորոշիչներ ծառայության որակին վերաբերելի եւ փոխհատուցում ենք մեր գինը այնպես, որպիսի ուրեմն բժշկական կենտրոնները ունակ լինեն որակյալ ծառայություններ մատուցել եւ ապահովագրության շրջանակներում էլ Դրա համար մեր, ինչպես ասեցի, հավաքագրված տեղեկատվության եւ արված վերլուծությունների հիման վրա մենք պիտի գնանք այս կենտրոնների կառավարման միասնականությանը։ Սա վերաբերում է նրան, որ վարչական, կառավարչական, ֆինանսական տվյալները կառավարումը պետք է իրականացվի հնարավորինս խոշորացված ձևաչափով։ Ես միանգամից ուզում եմ փարատել բոլորի մտավախությունները, որ որևէ բժշկական կենտրոն չի փակվելու, որևէ բժշկական կենտրոն չի կրճատվելու եւ բոլոր բժշկական կենտրոնները շարունակելու են մարզային գործել իրենց տեղերում, շենքերում եւ տեղակայման վայրերում։ Շատ կարեւոր է, որտեւ ցավոք սրտի, այսպես նաեւ գուցե ինչ-որ նախորդիվ պատմություններից ուզում եմ, որ այստեղ շատ հստակ լինի։ Այլ հակառակը պետությունը վերջին տարիներին մեծածավալ կապիտալ ներդրումներ է իրականացրել մարզային կենտրոնները կառուցելու, վերակառուցելու, հագեցնելու վրա եւ այս քաղաքականությունը շարունակվելու է։ Այս պահին էլ մենք ունենք միայն նախարարության շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացվող մոտարպես 13 շինարարական ուրեմն ծրագրեր, որոնք որ շարունակելու ենք եւ նաեւ մեր գործընկերները քաղաքաշինության կոմիտեն եւ ՀՏԶՀ-ն իրենց մասերով այս գործընթացը շարունակվելու է։ Հարցը վերաբերվում է, որպեսզի մենք ունենանք միասնական տրամաբանությամբ եւ ծախս արդյունավետ կառավարվող հիմնարկներ, որպեսզի մեր գումարները, որ մենք վճարում ենք ծառայությունների դիմաց, ոչ թե գնան կառավարչական, վարչական, անհասկանալի ուռճացված ծախսերը բավարարելու, այլ կոնկրետ ծառայությունները սպասարկելուն եւ մեր բնակչությանը որակյալ բուժօգնություն տրամադրելուն։ Այս ընդհանուր սկզբունքով էստեղ ես
նաև փորձեմ ձեր հարցերին պատասխանել արդեն ավելի կոնկրետ, եթե կլինեն։